Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է իր վիրավորական գրառումներին և սոցիալական ակտիվությանը, որոնք արժանացել էին հասարակական քննարկման ու քննադատության։ Վանաձորում կայացած կրթվելը նորաձև է նախաձեռնության շրջանակում Հակոբյանին հարց է ուղղել լրագրող Կարինե Սիմոնյանի կողմից կապված իր կոշտ արձագանքների հետ։ Չեք կարծում, որ ատելության խոսքը առանց այդ էլ շատ տարածված է և այդ ամենին նման հայհոյախառը վիրավորանքներով պատասխանելով շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում։ Որքանով են դրանք համադրվում կրթվելը նորաձև է շարժմանը, հարցրել է Սիմոնյանը։ Արձագանքելով Աննա Հակոբյանը նշել է, որ իր արձագանքներն ու ոճը եղել են գիտակցված ընտրություն։ Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքևում են գտնվում, այնքան ցածում, որ իմ ձայնը նրանց չէր հասնում, լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում, տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, այնքան իջնել, մինչև հասնեի նրանց զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվեց դա ինձ մոտ, իհարկե ստացվեց, լսեցին, իհարկե լսեցին։ Ես ոչ միայն ձայնս հասանելի դարձրեցի, ես իմ ձեռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերև բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածում մնալ, իրենց իրավունքն է։ Ոչինչ չեն կարող անել, ընտրությունն իրենցն է։ Բայց պետք է լուր մնան, իսկ եթե նրանց համար կարևոր է չլրելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը շատ ավելի ողջունելի։ Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել, պետք է բարձրանալ, հատակից նշել է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ կրթվելը նորաձև է շարժումը միտված է հանրային միջավայրում կրթության, գրագիտության և քաղաքացիական արժեքների տարածմանը, սակայն այս դեպքը ցույց է տալիս նույնիսկ այդ շարժման ներսում խոսքի ոճը կարող է դառնալ լուրջ քննարկման առարկա։